Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մեր ժամանակներն առանձնանում են պետություն, եկեղեցի հարաբերությունների մասին այս քննարկումներով, որոնք ոչ միշտ են կրում կոնստրուկտիվ բնույթ եւ ավելի շատ պատտվում են այսպես մեր իրավիճակային հարցերի շուրջ, թե ով է լավ մարդ, ով է վատ մարդ, ով է ճիշտ, ով է սխալ, մինչդեռ այս ամենը ուղղակի պետության եւ հասարակության զարգացման մի հերթական փուլ է, որը հարաբերությունների ճշգրտում է պահանջում։ Իսկ հարաբերությունները ճշգրտելու համար շատ կարեւոր է հասկանալ այն խորքը, հիմքը, որ գալիս է անցյալից եւ հասնում մինչեւ մեր օրերը, իսկ մեր օրերում էլ մեզ կանգնեցնում այդ ամենը փոխելու հրամայականի առաջ։ Մեր սերունդին էլ տրված է այդ փոփոխությունը իրականացնելու մաս դառնալ առնվազն։ Փորձենք հասկանալ, փորձենք այդ կարևոր պատկերավոր ասած այդ խորանից շերտերը բացել։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է բանասեր, թատերական գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Անահիտ Արամունի Քեշիշյանը, բարև ձեզ տիկին Անահիտ, շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել ինչպես միշտ։ Տիկին Անահիտ, դուք ուշի ուշով հետևում եք այս իրադարձություններին, բայց իհարկե այս ամենին նայում եք գրականագետի աչքերով, հա, այն ժամանակային էվոլյուցիայի մեջ, հա, այսպես ասենք, նաև դա պրոյեկցում եք հասարակական ընկալումների վրա, իսկ դա էլ ձեզ տանում է այսպես հղումների դեպի մեր գրականություն, դեպի մեր անցյալ, որը նաև ձեր ընտանիքի անցյալն է, դուք չեք սիրում, երբ ձեզ ասում են հայրենադարձ, բայց այնուամենայնիվ դուք Հայաստանում չեք ծնվել, բայց ապրում եք Հայաստանում, տեսնելով այս ամենը, որպես մեր հասարակության մաս վերապրելով մեզ հետ, մեր բոլորիս հետ այս ամենը եւ գալով սեփական եզրակացությունների։ Համեցեք։ Իրականում բոլորս էլ հայրենադարձ ենք ինչ որտեղ, որովհետեւ ինչ որտեղից ենք եկել շատերս, որ մեր ճակատագիրն այնպես է եղել, մեր պատմությունը, որ տեղից տեղ շատ ենք տեղափոխվել։ Եվ ուշ շուտ 19-րդ դար, 20-րդ դարի սկիզբ, առաջին սերնդում թե 6-րդ 40-ական թվականներ, հետո 70-ականներ, եւ ամեն անգամ տարբեր են եղել դրանց մողումները, պատճառները, երբեմն բերվել ենք, այսպես ասած տեղափոխել են մեզ, երբեմն շատ խիստ պրոպագանդան է մեզ բերել երկրի, դա էլ գիտենք սովետական տարիների 40-ական թվականների այդպես մասսայական զանգվածային բերել են 1918 թվականին իսկապես կամավոր են եղել առաջին հանրապետության ժամանակ մեծ ողջավորություն է տիրել Սփյուռքում, մեծագույն ողջավորություն է տիրել Սփյուռքում եւ եկել են անհատներ, որպեսզի բան փոխեն մեր երկրում կամ մասնակից լինեն հանրապետության իրագործմանը եւ կայունացմանը, պահպանմանը,
որ դժբախտաբար գիտենք, որ չեղավ եւ դրանցից շատերը գնացին աքսորներ, գնդակահարվեցին, գացնահարվեցին եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա ես երբ որ մի քիչ առաջ խոսում ենք, ասացի հայրենադարձ բառը ես մի քիչ վերապահորեն եմ ասում, որովհետեւ մենք մի անգամ էլ ենք հայրենադարձվել ընտանիքով եւ մեզ համար դա միշտ էր։ Ինձ երբեմն հարցնում են նոր է եկել 5-6 տարի առաջ, որ նոր եկա, այս վերջին անգամ որ արդեն հաստատվել եմ այստեղ, ասում են ընդմիշտ եք եկել, մշտական եք եկել։ Եվ ես մի քիչ դուր եմ մնում եւ ասում եի, չգիտեմ, որովհետեւ մենք որ Իրանում ենք ապրում, մեզ համար դա միշտ էր։ Բայց ոչ ոքի մտքով չէր անցնի իմ ծնողների պարագայում եւ իր ծնողների 400 տարի Իրանի, ասենք, մեր ընտանեկան, մեր նախնիների դեպքում Իսպահանի շրջանի գյուղերում հաստատված հին գյուղական Հայաստանի, ասենք, մեր պարագայում Շուշիից տեղափոխել են, գյուղը դրել են այնտեղ եւ սրանք էլ նստել եւ իրենց գյուղական շարունակել են իրենց կյանքը, ոչ մի շփում, ոչ մի կապ չեն ունեցել երկրի հետ, երկրի իրավական, մենակ այնքան որ պիտի, չգիտեմ, լոռերը կամ քուրդերը կան իրենց բաժին հարկը տանեն, պետական ինչ-որ բաներ ու վերջ, այսինքն նրանց համար այլևս ավարտված էր, ընդմիշտ էր։ Հետո մենք տեղափոխվեցինք Հայաստան, հայրենադարձվեցինք եւ դա ընդմիշտ էր մեծ համար, քանի որ ահա եկել ենք մի երկիր, որ երկաթե բարակույրով փակված է, սիրես, չսիրես, սա է, ուզես, չուզես, սա է եւ արդեն դարձավ ընդմիշտ։ Հետո որ մենք, այսպես ասած, 79-ի վերջին առիթ ունեցանք, ես ասում եմ փախչելու շատ մարդ չի սիրում, բայց մենք թող չսիրեն, մենք փախանք, այսինքն մեր պարագան այնպես է, որ մենք պետք է փախչեինք մեր ընտանեկան եւ պարագայական հանգամանքների բերումով եւ Ամերիկա գնացինք եւ դա միշտ էր։ Մեզ համար դա միշտ էր, որովհետեւ սովետը միշտ էր, այսինքն մեր գիտակցության մեջ սովետը միշտ էր։ Ով կհավատար, որ այդպիսի կայսրություն, որ ընդհանրապես կարճ ժամանակում այդ հավաքականությունը մրցակցության մեջ մտավ Ամերիկայի հետ, ասենք եվրոպական երկրների հետ եւ այլն, ով կպատկերացներ, որ դա ընդհանրապես դրանից 10 տարի հետո կփլուզվի, Ամերիկայում մենք միշտ ենք, հետո հիմա որ եկել եմ Հայաստան, ինձ ասում են դուք միշտ եք վերադարձել, դրա համար ասում եմ ես տեղափոխվել եմ Հայաստան, ես հաստատվում եմ Հայաստանում, ահա իմ երկար նախաբանը հայրենադարձ հետ կապված։ Իսկ ինչ վերաբերում այսօրվա, հուսամ որ այս տեսակ տեղափոխություններ շատ կլինեն, հաստատումներ շատ կլինեն, ես փորձում եմ հնարավորինս բացատրել իմ սփյուռքում գտնվող իմ ընկերներին, բարեկամներին, իմ կենցաղով ցույց տալով, որ ես շատ ավելի լավ եմ զգում այստեղ, անկախ բոլոր հանգամանքներից, որ մենք գիտենք եւ այլն, եւ իմ հատկապես իմ կենցաղով, իմ հոգեբանական, իմ հոգեկան, իմ ոգևորությամբ ցույց տալով, կիսվելով եւ ինձ թվում է, որ մի քիչ բարակում եմ ինչ որտեղ դա բայց բնականաբար այս խնդիրները ինչպես ասացիք բոլորիս շատերիս ուշադրության կենտրոնում են ես ձեր որ ասացիք գրականություն ես ուզում եմ գրականությունը այստեղ գրականության մասին խոսել ոչ թե որպես զուտ գրականագետ այլ որպես մեր հասարակագիտական այսպես ասած մեր հայրենագիտական հայոցագիտական մեր հավատամքների, մեր կենցաղ ինչպես են արտացոլվել մեր գրավոր տեքստի մեջ։ Ես խոսում եմ մեր գրավոր տեքստի մեջ, որովհետև կան արձանագրություններ, կան մատենագրություն, կան նամակներ, կան սաղմոսներ եւ այլն եւ կա նաեւ, ասենք ռեալական, իրատեսական գրականություն, ասենք գրաֆից հետո, ռոմանտիզմից հետո եւ ուզում եմ հիշեցնել մեր այսօրվա մեր հեռուստադիտողներին եւ նրանց ովքեր որ կուզեն կիսվել մեր այս զրույցում որ մենք ի սկզբանե մենք ամբողջ ենք եղել այն կառույցի դեմ կամ այն կառույցում որտեղ աշխատում են մարդիկ որոնք հակել են բեղար մենք ի սկզբանե ենք դրանց դեմ ամբողջ եղել մեր մատենագրության մեջ
Այսինքն ամենահայտնի բանը, ամենաառաջին մեր պատմաբաններից է, պատմիչներից, գրիչ մատենագիրներից Մովսես Խորենացին, որ ասում է կրոնավորները եւ որ ողբի մեջ որ սկսում է իշխանավորներն այսպես կրոնավորները ագահ եւ այսինքն հանգիստ նաեւ շեշտում է որ կրոնավորները ինչպես են իր օրերին ինչպես են շատ հասկանալի է որ իշխանավորները կարող են այդպեսին լինել ուսուցիչները կարող են լինել ասենք կիսագրագետ եւ այլն բայց նա նաեւ շեշտում է որ կրոնավորներն են այդպես հետո նույն դարում 5-րդ դարում Ղազար Փարպեցին մի տեքստ ունի, հիմա ես նոր ճանապարհին մտմտում եի այդ մասին, Թուղթ առ Վահան Մամիկոնյան։ Այդ տեքստը, եթե մենք այսօր բարձրաձայն կարդանք, ընթերցենք այդ տեքստը, կզարմանանք, թե ինչպիսի բացասականությամբ է խոսում իր ժամանակի կղերականության դեմ, թե ինչքան շատ բամբասանք է եղել, ինչքան շատ կեղծիք է եղել, ինչքան շատ անօրինություն է եղել, Ինչու նաև նրա համար, որովհետև իրեն զրկում են պատմությունը գրելու իր աշխատանքից, որը իրեն առաջադրված է եղել։ Եվ նույն ժամանակ 5-րդ դարում մի ուրիշ վստահ եմ մեր դպրոցում երևի ավագ դպրոցում կարդում են Հոհան եպիսկոպոսի մասին ծաղրական, հեգնական խոսք Փավստոս Բյուզանդից։ Այսինքն նույն պատմիչները, որոնք քրիստոնեությունը մեր ժողովրդի մեջ փորձել են ամրացնել, փորձել են, որովհետև եթե քրիստոնեությունը չեկավ, մի անգամ ժողովուրդը փոխվեց այդպես չէ, դա պետք է խոսենք, այդ մասին եթե առիթ լինի այսօր խոսենք, բայց նույն մարդիկ, նույն իրենց ժամանակակից գեղարականների դեմ սարսափելի բաներ են գրել։ Եվ այսպես շարունակ, այսինքն մենք մեր գրականությունը իր սկզբանե, որտեղ գրականությունը մեր հենց սկսում է այն ժամանակ, երբ որ ունեցել են գրերը, չէ, 5-րդ դարից մեր գրականությունը, մեր գրավոր խոսքը եղել է այդ տարիներից եւ իր սկզբանե մեր գրողները եւ կարելի է ասել շուտեն բոլոր մեր գրողները մինչեւ 10-րդ դարի վերջ 20-րդ դար իրենց ստեղծագործության մեջ սուր քննադատության են ենթարկել մեր գեղարականներին, ուրիշների էլ, այսինքն հա Քյոխվա, Քաթխուդա եւ այլն ինչ որ բացասական ներկայացրել են, բայց հատկապես չեն զլացել, չեն վախեցել, չեն վերապահել այդ բանը, այդ իրենց զսվել, որ գեղարականների մասին բան չասեն։ Հետո պիտի նաև նկատի ունենանք, որ մեր պատմության մեջ մինչև նոր ժամանակները քրիստոնեությունը խտացել է ընդամենը գյուղի տերտերի մեջ։ Այն քրիստոնեական գաղափարախոսություն, ոչ ոք աստվածաշունչ չի կարդացել, որովհետև գրագետ չի եղել ժողովուրդը։ Աստվածաշունչ կիսատ պրատ կարդացել է գյուղի տերտերը, որտեղ գյուղից ընտրել են մեկին, որ գրել կարդալ գիտի, եւ մի քիչ ձայն ունի, իրեն սարքել են տերտեր, այսինքն հիմա ես մի քիչ ժողովրդական բառեր եմ օգտագործում, ասել են դու արի եղիր տերտեր։ Հիմա այդ տերտերը, այդ գյուղի տերտերը, մեր գրականությունը լեցուն է այդ տերտերներով։ Հիմա այդ գյուղի տերտերը ինչքան խելացի է չգիտեին, ինքը ջահել տղա է եղել, ասել են, եկեք այս ինչի տղուն սարքենք տվյալներուն է, տվյալներունի սարքենք, հիմա ազնիվ է, ազնիվ չէ, գենետիկորեն ինքը օրինակ համար կեղծիքի բան ատակ է, թե չէ, այսինքն ուզում ասել, այստեղից է գալիս մեր ասացվածքները, որ կարդում ենք հին ժամանակվա, ասացվածքները, առածներ, որ կարդում ենք, անեկդոտներ, այն ժամանակ անեկդոտ չեն ասել, պարավախտի խաղալիքներ են եղել, որ մարդիկ զրուցել են, զրույցների մեջ։ Հիմնականում մեծ մակամ ծաղրուծանակ են ենթարկում քահանաներին, տերտերներին, իրենց համար այդ տերտերը իրենց համար կարևոր էր, գյուղացին շատ հավատացյալ էր, սնապաշտ, սնոտիապաշտ հավատացյալ էր, այսինքն այն որ մի բան գիտի, որ ճիշտ է, որ իրեն ասել են, որ դա է, բայց գիտակից հավատացյալ չէր։ Իմիջայլոց մենք հիմա էլ ունենք այդ ոչ գիտակից հավատացյալի մի ահռելի բանակ, ահռելի մեծամասնություն այստեղ հիմա այս օրերին, բայց դա ուրիշ խնդիր է, չգիտեմ այսօր ինչ կհասցնենք խոսելու, ինչ չէ, բայց մեր ասացվածների մեջ հիմա ես իշխողությամբ այդքան չեմ փայլում Քեշիշյաններս, բան ենք շատ թույլ ենք, բայց օրինակ համար տերտերի
հոր մեջը տերտերի փոր, այսինքն տերտեր այնքան այսպեսի ասացվածքներ կա եւ տերտերներին հիմնականում մեր Վարդան այգեկցին, Մխիթար Գոշ, մեր ամենանվիրված վարդապետ եպիսկոպոսներ եւ ուզում եմ ասել այս թեման, որ հիմա ես բանասիրական գիտությունների տեխնացու արդեն հասուն տարիքում սերում եմ քահանայական ընտանիքից իմ ընտանիքի մեծ մասը քեչիշյան տերտեր քահանա ընտանիքից եմ սերում եւ չեմ համարձակվում մեկ տող գրել, որ կարող է դիպչել ինչ-որ քահանայի կամ տերտերի կամ չգիտեմ թե եկեղեցու ծառայողին եւ այլն, չեմ համարձակվում բան գրել, այսինքն այսօր ես ավելի գաղափարված եմ, ավելի սահմանափակված եմ խոսքը, քան մի ամբողջ 1300-400-500 տարի, երբ որ մարդիկ շատ ազատորեն գրել են եւ դուք անգիր եք արել խենթը Սպաշտել եք խենթը, կայծեր անգիր եք սովորել, անգիր եք արել, տերթոդիկին եք կարդացել, տերթոդիկի կեղծիքն եք կարդացել, ասել եք, որ այդպես է պահանջել ժամանակը, չէ, դուք որ ասում եմ, այսինքն ընթերցողները, եւ արտասանել ենք, եւ երգել ենք այս բոլորը, իսկ հիմա, երբ որ սոցցանցերը հնարավորություն են տվել, որ ամեն մեկը մի բան ասի, երբեմն մարդիկ մի բան են ասում, որովհետև կարող են ասել, որովհետև այդ հնարավորությունը ունեն։ Պարզապես որովհետև այդ հնարավորությունը ունեն, ոչ թե որովհետև իրենք պատրաստ են օրինակի համար վիճել, այսինչ գիտնականի հետ պատրաստ չեն, բայց կարող են հայոյել, կարող են հեգնել, կարող են ամեն ինչ կարող են անել հիմա, որովհետև հրապարակային արվում է դա։ Դոգի նման մարդիկ եւ Վարդան Ղուկասյան եւ այլն, սա չէր կարող պատահել առաջ, սա չէր լինի, սա 10-րդ դարի, 18-րդ դարի վերջին, որ արդեն սկսվեց այս մամուլ եւ այլն 10-րդ դարի լուսավորչության սա չէր կարող լինել, ձայն չուներ, եւ սա ոչ թե Հայաստանում, ամբողջ աշխարհում է այդպես, ամբողջ աշխարհում է այդպես։ Հետո որ խոսում ենք կառույցի մասին, ասում են կառույցը պիտի չծաղրել, կառույցին չպիտի քննադատել, լավ, թույլ ենք տալիս մեկ քահանայի կամ մեկ եպիսկոպոսի, մեկ արքեպիսկոպոսի, կաթողիկոսի քննադատել, բայց կառույցին ձեր չտակ, կառույցն ինչ է, կառույցը մենք ենք սարքել, կառույցը ի վերուց տրված չի եղել, այդ կառույցը մենք ենք սարքել, այդ կառույցը այդ նույն մարդիկ են սարքել, մարդը երբ որ ծնվում է եւ դասյարակություն է ստանում տվյալ ընտանիքում, նրան դու դարձնես ոստիկան, նրան դու դարձնես ուսուցիչ, նրան դու դարձնես վարսավիտ, նրան դու դարձնես քահանա, ինքը ունի իր էությունը։ Իր էությունը դու չես փոխում վեղարով կամ որևէ ուրիշ պաշտոնով, իր էությունը դու չես փոխում, դու չես կարող մարդուն ասես կուսակրոն եղիր, բայց ասում ենք, հետո այդ մարդը գնում է եւ չի կարողանում խեղճ կուսակրոն լինել, չի կարողանում, օրինակ մեր բանաստեղծները 13-14-րդ դարերի, սրա դեմ բանաստեղծ, այսինքն հիմնականում կրոնական, գիտեք, բան են եղել կամ վարդապետ կամ եպիսկոպոս, ամբողջ գրականության եւ գրչության մարդիկ, բոլորը անխտիր ինչ-որ վանքի հետ կապված են եղել։ Սա անխտիր չէ, որտեղ ունենք հայրենները ժողովրդի ստեղծած քուչակ եւ այլն, բայց հիմնականում հայտնի մեզ հասած բանաստեղծներից շատերը բանական կոչում են ունեցել, ծառայել են բանկին եւ սրանք ըմբոստանում են, ասում են թույլ տվեք ես սիրեմ, ես չեմ կարողանում Աստված ջանների, բայց ես ցանկանում եմ այդ աղջկան։ Այդ աղջկա աչքերը ինձ քուն չի տալիս, ամենապարզ օրինակը հին աստվածները, ամբողջ հին աստվածների պատմությունը, որ ապեղան էլ է սիրահարված, վանահայրն էլ է սիրահարված, վանահայրը եկեղեցին այդ կառույցը սարքում, քանդում, թողեք մենք էլ քանդենք, սարքենք, մենք էլ մեր ստեղծենք, 21-րդ դարի մեր գիտակցականը ստեղծենք, ու հետո մի բան, որ ի վերջերս ուսանողներից մեկը հարցնում է, բայց ընկեր Քեչիշյան, ընկեր եմ ասում է, բայց ընկեր Քեչիշյան ասում է, չէ որ մեր ամբողջ գրականությունը, պատմությունը մենք պարտական ենք միայն կղերականներին։ Հետո ես ասում եմ շատ լավ, այո, պարտական ենք, խորագույն արգանքս իրենց, ես դրանք դասավանդում եմ, ես իրենց սիրում եմ, բայց ուրիշ ով կարող էր դա անել, սովորական անհատը,
Սովորական անհատները կրթություն չունեին։ Կրթություն ուներ հոգևորականությունը։ Հոգևորականությունը ինչ պատմություն պիտի մեզ փոխանցեր։ Պիտի փոխանցեր այն պատմությունը, որ իրեն հաճո է։ Պիտի փոխանցեր այն պատմությունը, որ դեռնտու է իրեն բնական բնածդ է։ Սա չի անում հատուկ ինչ-որ դավադրական իմաստով, ոչ ինքը տալիս է այն պատմությունը, որ իրեն դուր է գալիս։ Բնական։ Հա, հետո չկար այսօրվա այդ գիտական ճնշումները, չէ, նայեք, հիմա մի հատ տող են փոխում դասագրքում, մի ամբողջ ժողովուրդ կանգնում է մեր պատմությունն ավելեցիք, որովհետև Մովսես Խորենացին էսպես է ասել։ Ժողովուրդ ջան, այսօր 15000 հոգի մարդ է նայում դրան։ Ձեր ասածն էլ է կարևոր, լավ եք անում, որ ասում եք, դա կքննարկվի։ Իսկ մեր պատմություն ինչ որ մեզ հասել է մեզ, դա չի քննարկվել։ Դա ընդունվել է որպես սրբություն։ Մենք այսօր հայոց պատմությունը Մովսես Խորենացու երբեմն նայում ենք որպես սրբություն եւ լավ ենք անում, որովհետեւ այս ինձ սքանջելի գործ է։ Ես ինչ է ասված մեջը, որտեղ ենք, ով, ինչպես համաձայն դարը, որ է ամբողջ վեճերը եւ այլն, դա հասկանալի է, բայց տեքստը հիանալի տեքստ է։ Այսինքն զարմանալի 5-րդ, բայց որն էլ եւ հոգևորականներն են գրի առել, հետո արտագրել եւ հասցրել հետո մենք չգիտենք, որ ինչքան բան է փոխվել ընթացքում։ Բնականաբար, այսինքն վերահսկող մարմին չկար։ Եթե կար վերահսկող մարմին, վերահսկող մարմինը ավելի կրոնական էր, քան գրիչը, արտագրողը։ Այսինքն վերահսկող մարմինն էլ կարող էր ինչ-որ բաներ, տեքստեր փոխել։ Ահագին համված բաներ կան։ Շատ բան մենք չգիտենք։ Իմ ջալոս Ղազար Փարպեցու մասին, որ մի քիչ առաջ ասացի, Փարպեցին երևի ամենակիչ խնդրահարույց մեր պատմիչներից է եւ շատ խորհուրդ կտամ շատերին կարդալ Թուղթար Վահան Մամիկոնյան։ Եվ հետո այդպես շարունակաբար, այսինքն գիտեք ինչ բոլոր այս մեր պատմիչները հղում են անում Աստվածաշնչին, որտեղ իրենք կարդացել են։ Երբեմն եղել են ժամանակներ, որ շատ մտածող, այսպես ասած, կրոնականները, վարդապետ, եպիսկոպոս, արքեպիսկոպոս, շատ չեն քաջալերել այդ գիտակից մարդկանց կարդալ Աստվածաշունչը։ Մանավանդ որ Աստվածաշունչը սկսում է 5 կտակարանով եւ 5 կտակարանը լեցուն է անընդունելի հանցագործություններով, անընդունելի ազգային խտրականությամբ, անընդունելի սեռային խտրականությամբ, անընդունելի հակակին, այսինքն շատ չեն քաջալերում կարդալ, բայց նոր կտակարանը գալիս է, նոր կտակարան եկավ հակազդելու դրան։ Իրականում իսկապես պիտի բաժանել այդ երկուսը։ Հիմա նոր կտակարանում էլ խնդրահարույց հարցեր կան, բայց ինչ եմ ուզում ասել սրանով, որ Աստվածաշունչը փրկում է շատերին, մարդիկ, որոնք իրենց կորսված են զգում այս կյանքում, ասենք ոչ իրենց ցանկությամբ ինչ-որ իրերի բերումով ընկել են հանցանքի աշխարհում, կամ չգիտեմ թմրանյութերի կամ ալկոհոլ չափ, եւ Աստվածաշունչը եւ ավետարանի քարոզները փրկում են այս մարդկանց, եւ դա շատ գնահատելի է։ Վստահ եմ դուք ես բոլորս ունենք մարդիկ, որոնք եւ ցարգում եմ, մենք հարգում ենք իրենց բացարձակապես, ոչ մի խնդիր չունենք դրանց հետ, բայց կա նաեւ հակառակ կողմը, որ ես գիտեմ մարդիկ, որ խիստ հավատացյալ են եղել, հետո սկսել են հարցադրումներ անել։ Այդ հարցադրումներն են, որ այսօր մենք 21-րդ դարի մարդը պարտավոր է հարցադրումներ անել։ Բոլոր ժամանակների մարդիկ պետք է հարցադրումներ անեն։ Այսինքն, եթե մարդը բանական մարդն է, եթե մարդը կենթանուց տարբերվում է մտածողությամբ, իր մտածողությամբ, ուրեմն մարդը նաև պարտավոր է հարցադրում անել։ Սա ինձ անձնապես ահռելի է բարկացնում, որ մի խեղճ ասեք, մի դարձեք հոտ, այսինքն այդ հոտի, ճիշտ է հիմա շատերն ասում են, դե հոտը, գիտեք, սիմվոլիկ է, հոտը հոտ չի, չէ, լավ հոտ է, ու հոտած հոտ է, այսինքն հենց այսօր մենք հոտած հոտ ունենք մեր իրականության մեջ, ինչ որ ճիշտ է, թող ով որ իրեն կարծում է այդ հոտի մեջ է, թող վիրավորվի ասածից, ես իրավունք ունեմ դա ասելու, որովհետև փակում են իրենց աչքերը, այդ նույն հոտն է, որ
ներսում ինչ որտեղ գիտակցականության մեջ ինքը գիտի որ ինչ որտեղ ինչ որ բան սխալ է այստեղ չէ ասենք այդ ինչի մասին որ այսօր խնդրահարույց է բայց ինչ անում հոտի մղումոտ ինքը չի ուզում դրա դեմ խոսի եթե չես ուզում վատի դեմ խոսես վատը ավելի է վատանալու մեծամասնությանը դեմ չգնա այս մղումով մի քիչ մեծամասնությանը դեմ չգնանք մի քիչ կուրորեն հավատքն է ինչ է նշանակում կուրորեն հավատալ որևէ բանի այս աշխարհում չի ասի բայց որ տենց կույր հավատք կա ավելի շատ կույր նվիրվածություն կոմֆորտի մի զոնա կա որից դուրս գալը իզուր գլխացավանք է բերելու դա էլ քանի ոնց որ ասում են քանի մեզ այդ զոնայից չեն հանում առանձնապես գնանք մեր օրվա գործերով զբաղվենք բանի հետև չընկնենք այս ընկալումն է ավելի շատ ֆանատիզմի է շն տեսնում մեր մեջ գիտեք չէ ֆանատիզմը չի մեզ մոտ չկա օրինակի համար ֆանատիզմը ամերիկյան ավետարանական կամ ավետարանչական կա որոշ այո դրանք խավ կա որ այո ֆանատիզմ է այսինքն այն որ դահլիճում հավաքում է էվանգելիկական կամ ավետարանական երկրորդ Գալստյանը հավատացողներ եւ այլն եւ ասենք ձերքով հավաքվում է օրինակ համար 20000 ժողովուրդ կամ մի ամբողջ ստադիոնում մի 70000 ժողովուրդ եւ այսպես այլանդակված դեմքով կանանց էս չգիտեմ ամենասարսրալի հասարակ վատ ներկայացված մարդիկ տղամարդիկ ամբողջը շպարված կեղծամով բան կանգնել են եւ ձերք են տալիս մեկի ճակատին այդ մարդը ընկնում է եւ ամբողջ 3000 4000 հոգի լացելով ընկնում են գետին դա ֆանատիզմ է բարեբախտաբար մենք դա չունենք բայց մենք դա չունենք որովհետեւ մեր ընդհատված պատմությունները մենք իրականում բավական իրատես ենք երբ որ մյուս կողմից ես նայում խնդրին մեր փորձառությունները մեր անցած պատմությունը մեզ երբեմն սթափեցնում է բավական կարող ենք սթափ մտածել եթե հարկ է լինում մենք սթափ ենք մտածում դա էլ կա այսինքն եթե լիներ միայն ու միայն այն ոչ դրականը իմ կեցվածքով իմ մտածողությամբ ես նաև այստեղ չէի լինի հենց այս նույն մեր ժողովուրդը այստեղ Հայաստանում ապրող եթե հարկն է եթե պահն է ինքը կարողանում է ստավել եւ դա գալիս է որ ասում են այսինչ մարդուն ընդունենք այսինչ աշխատանքին որովհետեւ երկար տարիների փորձառություն ունի տարբեր ընկերություններում աշխատել է հայ ժողովուրդը տարբեր ընկերություններում ապրած ձեր ասած փորձառուն է եւ նաեւ բերված է Սփյուռքից որտեւ անընդհատ եղել է այս ելք ու մուտքը մեր Սփյուռքը մեր գաղութները սկսած միջնադարից եւ դրանից առաջ էլ դե գիտեք Բյուզանդիայի ժամանակներից մենք անընդհատ ունեցել ենք ահռելի մեծ Հայաստանի բնաշխարհից դուրս ապրող որտեղ ասում ահռելի քանակով միշտ ենք ունեցել սա նորություն չէ ոչ ցեղասպանությունն է ոչ մոնղոլների դրանից առաջ էլ եղել ամեն դեպքում Եգիպտոս Երուսաղեմ Պոլիս եւ այլ ամբողջ աշխարհով մեկ այո Հնդկաստան Բաղդադ եւ կարևոր կենտրոններ այսինքն օրինակ մեր չեմ ուզում խոսքս գնա ուրիշ տեղ բայց օրինակ Կահիրեի նման կենտրոն ենք ունեցել այդտեղ լուսավորություն է սկսվել հիմա ինչ է Կահիրեում հայ բայց հա ուզում եմ ասել այդ ամբողջը նաեւ եղել է փող համագործակցության նման բան ճիշտ է առաջ չի եղել այս երթուդարձի շփումների հեշտ հնարավորությունը բայց եղել են նամակագրություններ եղել են դժվար բայց եղել են այցելություններ ընտանիքների տղաներն են գնացել դրսում սովորել վաճառականներ մեր վաճառականությունը մեծ ժառանգություն են գրավոր թողել իրենցից այո հնդկական մեր ժառանգությունը որ այդպես էլ չստացանք բայց ուզում եմ ասել մենք մեր գոյատևման հավանաբար ամենակարևոր
գործոններից, պատճառներից մեկը մեր experience-ից է գալիս, մեր փորձառությունն է գալիս, որպես գոյատևող ցեղ։ Եվ մեզ նախանձել են ուրիշներ շատ շատերը։ Իհարկե հիմա այդքան լավ ատես չեն։ Նոր աշխարհում այդքան լավ ատես չեն։ Որովհետև հիմա ավելի ենք բացվել, իսկ դրսի համար եմ ասում հիմնականում, որտեղ հիմա մենք ավելի ենք բացվել դեպի լայն աշխարհը, որտեղ առաջ գաղութային, գաղութ բառներ չէ, գաղութային, ներգաղութային, ոչ այն գաղութատիրական չէ։ Ներգաղութային մենք ստեղծում ենք մեր համայնքները եւ գետոացնում ենք մեզ եւ պահպանում ենք։ Հիմա չենք կարողանում դա անել։ Հիմա այս պայմանները թույլ չեն տալիս տեխնոլոգիան եւ հեշտ ճամփորդության պայմանները առաջ ընտանիքի անդամը մնում էր ընտանիքի հետ մինչև խորձերություն։ Հիմա երբ որ նայում ես Ամերիկա, Եվրոպա եւ շատ երկրներում ապրող մեր երիտասարդներին, տեսնում ես, որ ընտանիքից որպեսի գնա ավելի լավ համալսարան, ինքը թողնում գնում է օրինակ միտեղ, որ հայերեն խոսող չկա։ Ինքը գնում է միտեղ, որ անպայման հանդիպելու է ոչ հայ աղջկա կամ ոչ հայ տղայի։ Սա հիմա շատ ավելի մեր գոյատևումը Սփյուռքում հիմա շատ ավելի վտանգված է եւ ես ցավոք դա տեսնում եմ նաեւ իմ թողած մեծ ժառանգությունը, որ այնտեղ 10,000 աշակերտ եւ ուսանող է, որ ես դասյարակել եմ եւ ուսուցանել եմ եւ հիմա այստեղ եմ, ես հիմա տեսնում եմ, որ իմ 30 տարվա առաջվա ուսանողները, աշակերտները որտեղ էին եւ հիմա ինչպես է դա ծրվում ու գնում եւ այդպես է ծովի ալիքների մեջ հեռանում է եւ դրա համար է որ մենք պիտի իսկապես կենտրոնանանք Հայաստանի վրա մենք հիմա մեր այո կարող ենք հույս ունենալ որ մեզ կողքեվորեն Սփյուռքից որ մեզ կսիրեն որ մեզ կփայփայեն եթե այդպես անեն հույս ունենանք որ կգան այստեղ փող կծախսեն այստեղ մկրտություններ կանեն այստեղ չգիտեմ հարսանիքներ կանեն այդ լավ է բայց մենք առաջվա նման չունենք այն ամուր հիմքը որ նստած Սփյուռք է որ իրար հետ համագործակցող Սփյուռք է ինչ որտեղ այդ transnational transazgain վերազգային մի կառույց դարձավ ինքը որ մեր հայտնի Սփյուռքագետ ունենք աշխարհի լավագույն սփյուռքագետներից մեկը Խաչիկ Թյոլոլյանը ամսագիր ունի մինչև հիմա գիտական որ Սփյուռքի մասին է եւ արդեն 25-30 տարի այդ ամսագիրը ինքը աշխարհի լավագույններից է եւ ինքը եւ իր աշխատակիցը բերեցին այս վերազգային կառույցը Սփյուռքը որպես վերազգային կառույց որ ինքը դառնում է entity ինքը էություն ասենք չգիտեմ Microsoft-ն է կամ իր ժամանակին ասում էին բան է IBM-ն է չէ այսինքն ուզում ասել այդպես ինքը IBM-ը ինքը պետություն չունի Microsoft-ը արդեն պետություն չունի այո նա վերազգային կորպորացիա է եւ Սփյուռքը այդպես է եւ մեր Սփյուռքը ասենք 70-ականների 80-ականների դրանից առաջ գաղութների մեջ կապը ավելի ամուր ու վերազգային էություն էր քան հիմա ավելի ծրված է Տիկնան այդ տեսակ բայց եթե չկար պետություն եկեղեցին անկախ մարդկանց վերաբերմունքին հավատքի նկատմամբ եկեղեցին ավանդաբար միշտ եղել է մի տեղ որտեղ գոնե շաբաթը մեկ հաստատապես կար հնարավորություն որպեսզի ասենք տվյալ քաղաքի կամ ասենք համայնքի շրջանի հայությունը այդ օրը գիտի որ այդ ժամին երբ նա կլինի այդտեղ մի քիչ ոնց որ մայրենի լեզվի հետ կառնչվի հայրենակիցների բախտակիցների հետ կառնչվի հա նաև ասում էին որ սա նաև մի տեղ է որտեղ գոնե մեր երեխեքն իրար հետ կծանոթանան մենք մեծերով Սա Սփյուռքի մասին եք ասում Եվ հետո էլ Աստված տա իրար հետ ամուսնանան, չգնանք, չկորենք։ Այո։ Եվ այս ամենի կենտրոնում ոնց որ սենց առանցքում, այո, եկեղեցին էր։ Դուք երբ ասում եք կորպորացիայի մասին, կորպորացիա ենթադրում է նաև շատ կոշտ սուբորդինացիա, չէ՞։ Այդ
վերադաս, ստորադաս, ենթակայություն եւ այլ սփյուռքը ավելի դիսպերս է, հա, այսպես ասենք, եւ այնտեղ չկա այնց սուբորդինացիա, ենթակայության եւ եթե կար, ապա այդպեսին է եղել եւ այդպեսին է հիմա եկեղեցին, հա, ասենք, թեմեր, ծախեր, եկեղեցիներ, սենց ինչ-որ մի որոշակի ուղղահայաց, հա, եւ ամենք տեսնում ենք, որ դե մարդիկ էլ գալիս էին ու համարելով, որ սա իրենց նաև մշակույթն է ու հանձինս հոգևորականի տեսնելով նաև որպես մի օրինակելի մի կերպար ապրիորի, հա, իհարկե, որը նաև պետք է այդ մարմնավորի իրենով այն լավագույնը, հա, որ եղել է մեր անցյալում, մեր ներկայում, որ կա եւ որը տանելու է մեզ դեպի ապագա։ Հիմա մեկ էլ դառնանք գրականության այն Խաչագողի հիշատակարանի Քավոր Պետրոսի կերպարը, հա, որ ցավոք սրտի մեր որոշ հոգևորականներին դարձավ բնորոշ, մենք տեսնում ենք այս սկանդալներ, այս խայտառակություններ, այս վերաբերմունք այդ սկանդալների նկատմամբ, որ ընդհանրապես մարդու գլխի մեջ չի տեղավորվում եւ դա էլ շատ այսպես վանող է այդ ամենը, հա, մինչդեռ ակնկալիքն այլ պետք է լիներ եւ հիմա ասենք այս պահի դրությամբ Սուրբ Էջմիածնում շարունակվում է այդ հոգեվոր խորհրդի աշխատանքը, այնպես փակ ռեժիմով նստած ինչ-որ հարցեր են քննարկում, չկա տեղեկատվություն, դա բարձրաստիճան հոգևորականությունը ակնհայտորեն տեսնում է, որ կա ճգնաժամ, որում ճգնաժամ եկեղեցու ներսում, ճգնաժամ եկեղեցի հասարակություն հարաբերություններում, եկեղեցի պետություն հարաբերություններում, ճգնաժամի վրա փաստորեն, ու սա ինչ-որ հանգուցալուծում է պահանջում։ Տեսեք, կաթոլիկ եկեղեցին, օրինակ, դե գիտենք պատմությունից ինչերով ասեք, որ չեն անցել այլանդակություններից մինչև, չգիտեմ, եւ ամենտեղ, այսինքն ոչ միայն իտալական, այլ ամերիկյան կաթոլիկներ, եվրոպական, այո, վառ օրինակ, հա, այլ ինկվիզիցիա, այլ եւ այլն, հա, այլ Չեզարե Բորջիա, այլ արյունապղծություն, մանկապղծություն, ամեն ինչ, բայց այնուամենայնիվ ուժ է գտել իր մեջ իր այդ վեհությունը պատշաճ մակարդակի վրա պահել, օրինակ ծառայել եւ հիմա առավել մեծ թվով հետևորդներ ունեցող եկեղեցին է, հա։ Դրա հետ մեկտեղ հաշվի առնելով, որ այն ինչ եկել է, ասենք, վաղ միջնադարից, Սուրբ Պետրոսից, հա, որից ծերում է կաթոլիկ եկեղեցին, իսկ հիմա միջնադար չէ, հիմա դարն է փոխվել եւ եկեղեցին էլ որպես կառույց չի կարող իր վերաբերմունքը չունենալ այդ ամենի նկատմամբ, հա, ժողովրդավարության նկատմամբ, կանանց իրավունքների նկատմամբ, չգիտեմ, մարդու իրավունքների նկատմամբ, պատերազմի եւ խաղաղության նկատմամբ, ասենք կոնկրետ եւ ընդհանրապես։ Մեր եկեղեցին այսպես ինդոկտրինացված ստեյության ոչինչ չունի։ Դրա համար ասենք մեկը վերակենում ասում, դե լավ Պլատոնն ասում էր դեմոկրատիան շատ վատ բան է, ճիշտ էր ասում Պլատոնը։ Ու ասենք դու եկել ես հիմա եթե ես պատկերացնում եմ, թե կաթոլիկ եկեղեցունի որևէ հոգևորական ասի նման բան, կոպիտ ասած իր մոտ մարդ չի գնա դրանից հետո, հա։ Նայեք, ընդհատում եմ, թե Չէ։ Նայեք, նաև եկեք նկատի ունենանք, եկեք հաշվի առնենք, որ մենք սերում ենք այսօրվա մեր եկեղեցին, սերում է սովետից։ Դե հա 46 թվականի Ստալինի ռեֆորմից Չէ, 46 թվականի Ստալինի ռեֆորմներից առաջ։ Մինչ 46 թվականի Ստալինի ռեֆորմները
մենք այսինքն ուզում եմ ասել ամբողջ սովետական ժամանակ ես սիրում եմ սովետական ասեմ որտեղ այդ եմ եկել դա եմ տեսել խորհրդային լավ ուրեմն ամբողջ խորհրդային տարիներին ամենասկզբից ի վեր երբ որ Սյունիքում հենց 23 24 25 թվականներին քահանաներին քարկոծել այսինքն քարերով խփել են ասեն թելադրել են որ քարերով իրենց խփեք մեր եկեղեցին այդ որ ասում են խորհրդանշան չէ մեր եկեղեցին ընդամենը դարձել էր այսպես խամաճիկ դարձել էր խորհրդանշան հիմա եթե օրինակ մարդիկ պաշտում են Վազգեն առաջինին գիտեք ինչու են պաշտում որտեղ Վազգեն առաջինը ոչինչի մասին ոչինչ չի ասել ինքը Բուդայի պես է եղել մեծագույն հարգանքներս այդ Բուդային եւ Վազգեն առաջինին ինքը ոչինչ չի ունեցել ասել ինքը ոչինչ չէր կարող ասել Վազգեն առաջինից առաջ նաև կաթողիկոսը ոչինչ չէր կարող ասել սա մի երկիր է որը պահում է պահել է քո եկեղեցականին քո այդ կառույցը պահպանել է որպեսզի դրսին ցույց տա որ տես ես այդքան էլ դիկտատոր չեմ այսինքն այդքան էլ սարսափելի չեմ այդքան էլ սատանա չեմ հակակրոն եւ նաև կապն է եղել նաև ինչպես նեցուկ լինի որոշ հարցերում սփյուռքը եւ մեր եկեղեցին ընդամենը այդ ժամանակ չի անցել այդ process-ը մաքրման կայունացման արդեն մինչև այդ մենք ունեցել ենք գիտեք մի հազարատ կաթողիկոս այստեղ կաթողիկոս այնտեղ մոնղոլներն են հարձակվել փոխել են տեղը թաթարներն են հարձակվել փոխել են տեղը Կիլիկիա են գնացել Արևմտյան Հայաստան տարբեր մինչև որ նորից վերադարձել ենք Էջմիածին բայց այդ վերադարձից հետո մենք չենք անցել այդ շրջան ինչ որ կաթոլիկներն են անցել այն կայուն ներքին տրանսֆորմացիաների այո եւ ընկել ենք եւ հանկարծ ընկել ենք աթեիստական մի երկիր բռնի աթեիզմ որ ես ահռելի դեմ եմ դրան բռնի որևէ հավատ կամ անհավատություն չպիտի տալ որևէ բան ուրեմն մենք ընկել ենք մի հատ այդ երկրում որ այսօր կոմունիստ մեր բարեկամը որ կոմունիստ էր պարտիական էր թաքուն եկավ իմ հորեղբայրը Աբովյանում քահանա ձեռնադրվեց եւ գնում էր մարդկանց տները հայրենադարձների տները որ ջրորն է կաներ այն հայկական մեր բանը Քրիստոսի ծնունդի հետ կապված եւ մեր կոմունիստ բարեկամներից մեկը վերցրեց մի հատ որ բերեմ երեխայիս ճակատին մերոնք քսի ախր տատիս պապից շարանգած բայց ես կոմունիստ եմ փախնում եմ գնամ եկեղեցի կամ մկրտեմ երեխայիս մարդ չիմանա մենակ մարդ չիմանա ինչպես կարելի է հանդուրժել այդպիսի երկիրը ինչպես կարող է այդպիսի եկեղեցի անցներ կայացման ավելի ճիշտ ուղի եւ ստեղծեր doctrine ստեղծեր իր մտածողությունը արտահայտ եւ ասեմ միևնույն ժամանակ ասեմ Վազգեն առաջինը ինքը վեհ մարդեր կամ վեհի տպավորություններ թողնում բայց Վազգեն առաջինի տակ եղած բարթապետների եպիսկոպոսների հետ որ ես անձամբ իմ գործի բերումով շփվել եմ իսկ այսօրվա քահանաներ ավելի բարի են եւ ավելի ընդունելի են ինձ համար քան ինչ որ ես տեսել եմ այդ տարիներին ես աշխատում էի երկրագիտական թանգարանում ազգագրության երկրագիտական թանգարանում 5 տարի աշխատել եմ նախքան Ամերիկա գնալս եւ մենք պեղումներ էինք անում ինձ հանձնարարվել էր ուղակի հսկել երիտասարդներին որ պեղում են ռիպսիմյան կույսերի գերեզմանները սա կատարվում էր ակադեմիայի հսկողությամբ Բաբկյան Արաքելյան, Ռաֆիկ Թորոսյան եւ ես ամբողջ օր այդտեղ էի լինում։ Եվ այստեղ Ռիպսիմե բանկին գից էր։ Եվ պատկերացրեք Ռիպսիմե բանկ էին գալիս վարդապետներ, վեղարավորներ, եպիսկոպոսներ եւ այնտեղ ինչ-որ շինարարություն էր գնում եւ ես իրենց տեսնում եմ իրենց առօրյա կյանքում, իրենց առօրյա կենցաղում։ Եվ այդ ժամանակ էր, որ ես պարզապես ամբողջ հոգով ընդվզեցի դրա դեմ, որովհետև խոսում էին հայոյանքներով, խոսում էին ամենաստոր ժարգոնային ձևերով, շատ արհամարական էին վերաբերվում, ասենք մեր աշխատանքների նկատմամբ եւ լացելու աստիճան ամենահայտնի վեղարավորներից մեկը Արարատ Սրբազան էին ասում իրեն իր ամենասարսափելի
լեզուն բերանը ինչպես ասում են ինքը ուներ դրանց մեջ, բայց ամենասիրվածն էր, պաշտում էին իրեն, գնում են Երևանից գալիս էին աղջիկներ կանայք, գեղեցիկ տղամարդեր, արա այսպես միանգամից դառնում են ինչ-որ խորհրդավոր չէ, այսպես գեղեցիկ եւ ուզում ես հավատալ, որ ինքը բարի է, որ ինքը վեհ է, որ ինքը մաքուր է, ամբիծ է եւ այլն, այսպես սիրահարված հավաքում են կանայք, գեղեցիկ կանայք, երիտասարդ աղջիկներ, սիրահարված մի խոսքով, այսպեսի մի կերպար էր, որ ես տեսնում եմ իրեն առօրյա կենցաղում ուղղակի փախչել պետք էր իրենից, այսինքն այն փողոցի մեր շմամոնի տղան, որ կրթություն չէր ունեցել, ավելի կիրթ էր, քան ինքը իր կենցաղով եմ ասում։ Ու այս նույն վարդապետը սովետի անկումից հետո գնաց Ամերիկա եւ այնտեղ բանտարկվեց, որտեղ այնքան սխալ գործեր էին արել, արևտուր էին արել։ Սովետի ժամանակ սրանք շատ արևտուր էին անում։ Իմ ջայլոց այսօրվա կաթողիկոսներ հենց Էջմիածնում այն ժամանակ երիտասարդ տղա էր եւ ճեմարանի ուսանող կամ եկեղեցու որ սպասավոր էր երիտասարդ, ինքն էլ բերում էին դրսից Բեյրութից բանից ապրանք, իրեն գալիս էին վարսավերանոցում վաճառում էին, մենք շատ ներքին տեղեկություններով մարդիկ ենք, ես, եղբայրս, եղբորսկինը, որտեղ աշխատել ենք եղբայրս պատկերասրահում, ես թանգարանում, այսինքն այդ ժամանակվա մեր կրոնավորները ավելի վատն էին, քան ինչ որ մենք ունենք հիմա պատասխանատվությունը մեծացել է, այն ժամանակ մնում էր այդ պատերի մեջ եւ այդ պատերի ամենամեծ վերահսկողնով էր մեր ժամանակների Վեհապար Վազգեն առաջինը եւ ինչպես է թույլ տրվել այդ ամենը, այլ ուրիշ բամասանքների մասին ես չասեմ, որ ժամանակին եղել է Սփյուռքում, եթե որևէ մեկը կհիշի, ես աշխատել եմ առաջին տարիներից այնտեղ գնացած նաև աշխատել եմ կոչվում էր The Armenian Observer հայ դիտորդը թերթ անգլիատար եւ Օշին Քեշիշյանը որ Օշին Քեշիշյանը հա Հիմա էլ այդ թերթը կա։ Այ այստեղ չէ, այնտեղ Սփյուռքում։ Օշին Քեշիշյանի թերթներ եւ Օշին Քեշիշյանը այն արտոնյալներից էր, իմ շատ լավ ընկերն է։ Մեր բոլոր հակադրություններով հանդերձ ինքը մնաց ինձ հարազատ մինչև հիմա։ Իր հետ եմ աշխատել, ինքը արտոնյալներից էր, որ գալիս էր սովետական միություն, սովետական Հայաստան ամեն տարի։ Եվ ուզում եմ ասել այդտեղ էլ ես ունեմ որ ինչ բամբասանքներ է եղել նաև Վեհապարի մասին այն ժամանակ բայց այդ մասին չխոսենք որովհետև չեմ ուզում բացասական բաներ շատ ասել բայց ամենայն դեպս ուզում եմ ասել այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք նորից օթից չընկավ դա գալիս է նաև թե որտեղից է սերում այսօրվա մեր եկեղեցականը սա մաքրման գործընթաց է դուք սկզբում ասացիք, ես այսօր ինչքան էլ որ բացասականը տանջում է ինձ ձեզ բոլորիս ամբողջ հասարակության մեջ եղած, բայց սա մաքրման, մաքրագործման, ինքնա մաքրագործման ընթացք ենք անցնում։ Ռուբեն, մեզ ընդհանրապես պետք է խաղաղություն եւ բնական աղետ չլինի։ Եվ մենք 10 տարի հետո այսօրվանից ավելի մաքուր կլինենք։ Մենք հիմա ավելի խոսելով հանդերձ մենք հիմա ավելի մաքուր ենք, ավելի հստակեցված ենք, քան 1970 թվին որ ամեն ինչ բաներ կաղապարված էր, անգիրարված էր ամեն ինչ։ Դե գոնե այս պահի դրությամբ հենց այս տեղում իրար հետ խոսելով ես ինքս ինձ չեմ խափում, դուք ինքներդ ձեզ չեք խափում եւ մենք բաց ենք մեր մտածածը արտաբերելու մեջ։ Այդպես Այո, եւ շատ սա ստեղծում է քաոս, սա ստեղծում է նյարդային լարված վիճակ, բայց գիտեք ինչ չի կարող, այն որ քաղցկեղով եւ անդին տալիս են քիմիա, մենք հիմա ենք, դա ստրես է, չէ՞։ Մենք ստանում ենք քիմիա հիմա։ Այո։ Եվ մենք ինքներս ենք մեզ տալիս քիմիան, մեր դրսից դա ստրես է։ Եվ դա պետք է մի քանիսի սկսպանի, ինձ կարող է սպանի, որտեղ ես սարսափելի ծանր եմ տանում այս բոլոր օրինակի համար եմ ասում, չէ՞։ Բայց ինքը միտեղ այն առողջ բջիջները ապրելու շանս կտա։ Այո, ապրելու շանս կտա։ Տիկին Անահիտ, ես երբ երեխա էի երջանկահիշատակ ծանողներիս հետ հայրս էլ մեքենա ուներ, տանում էր մեկ-մեկ մեզ Էջմիածին Կիրակի օրերը։ Դե ես էլ ասենք երկրորդ, երրորդ դասարանի երեխա, ուր ենք գնում ենք ինչ անենք, ինչ կանենք, բան։
Ինձ ասում են, գնում ենք Վազգեն առաջինին տեսնելու եւ Լուսինե Զաքարյանին լսելու։ Եվ գնում ենք, ես հիշում եմ մի քանի անգամ մենք գնացել, շատ տպավորված էի այդ ակուստիկայից, հա, այդ ասած քարացած բոլորը լսում էին։ Ու ես հիշում եմ մենք մի քանի անգամ ուղղակի չկարողացանք ներս մտնել։ Մարդիկ էին շատ։ Ու մենք Բաքում սենց մնալով, սպասելով, իսկ հետո երբ որ արդեն էլ մարդ չկար, գալիս էինք ու հիշում եմ մոմ էինք առնում, վառնում էինք անպայման, չնայած իմ այսպես ասենք, այդ ծնողներն էլ եղել են այդ կոմունիստական հասարակության մի մաս։ Ես եղել եմ կոմունիստական ժամանակաշրջանի դպրոցի աշակերտ, հա, ասենք։ Ոչ դիսիդենտ ենք եղել, ոչ մի բան, չէ, այդ ժամանակ դեռ չէ։ Հիմա մեկ էլ ես հիշում եմ, ես բավականին վերջերս էր, ուրեմն կաթողիկոսի գահակալության 26 ամյակին նվիրված պատարագ։ Մարդ չկար Շտիկինում այդ, մարդ չկար, բակը, որ ահռելի տարածք է, դատարկ հատուկ են մարդիկնից պատահական գնում գալիս, բայց սրան զուգահեռ էլ, ասենք Հովանավանքում, որտեղ կարգալուց արված մի քահանա շարունակում է համառորեն այնուամենայնիվ պատարագ մատուցել եւ համարում է, որ իր հետ անարդար են վարվել, այնտեղ տեսնում Այնքան ժողովուրդ երևի են վերջի դարերում այդ եկեղեցին իր պատմության մեջ այդքան մարդ չի տեսել, ինչքան տեսնում է հիմա։ Ինչ եք տեսնում այս process-ը։ Ռուբեն դա քաղաքական է։ Դա զուտ քաղաքական է։ Ես չեմ կարծում, որ ես ճիշտ մարդն եմ քաղաքական հարցեր։ Չէ, քաղաքականը չէ, հասարակական ընկալումների մեջ, էլի։ Նորից հասարակականն էլ է այստեղ քաղաքական, այսինքն ով ում է նեցուկ կանգնում այսօրվա իրավիճակում։ Սա այդ իմաստով եմ ասում քաղաքական է։ Հիմա եթե այնտեղ Հովանաբանքում հապակված մարդկանցից ասենք 100-ից 70-ը ենթադրենք իսկապես խոր հավատացյալ է, 30-ը այնտեղ էր հավանաբար, որպեսզի զորավիգ լինի վարչապետին, չէ՞։ Այսինքն սխալ բան չկա դրա մեջ, թող զորավիգ լինի։ Թող դրա երակին գնար գահակալության 26-ամյակի տոնակատարությանը դրա մեջ բան, այսինքն ուզում ասել դրա համար եմ ասում, սա քաղաքական է, եթե մենք խոսում ենք քաղաքական խնդրի շուրջ, այստեղ հասարակության եւ քաղաքականության համար այլ տեսակի խոսույթ պիտի լինի մեր միջև ընդհանրապես խոսույթը, ոչ թե մեր զրույցի մասին մենակ չեմ ասում, բայց եթե խոսում ենք ընդհանրապես կրոնի եկեղեցու նկատմամբ քահանաների կղերականության դա ուրիշ հարթակում է, այսինքն ուրիշ շերտի ենք վերցնում որպես մեր հետազոտության օրինակ։ Հիմա այդպես է եղել եւ նաեւ նրա համար որ ինչ որ գիտեք ինչ է արել այսօրվա մեր կառավարությունը։ Ես այսպես եմ հավատում եւ կարծում եմ շատերն են այսպես զրույցներից մեջ տեսնում եմ այդ նույն արձագանքը, որ մեր այսօրվա կառավարության համար հավանաբար այդքան է հետաքրքիր չի որ ով է դավաճանում իր կուսակրոնությունը, ով իր հորաքրոջ հետ է քերակնոջ հետ է ընկերուհու։ Այսինքն ամենավերջում դա չի որ կարևոր է, դա արվում է որպեսզի ավելի հեշտ գործադրվի իր մյուս կարևոր մեղադրանքները, որ արդեն ավելի քաղաքական են, կապը օտար երկրի իշխանության եւ այլ, այսինքն նախ արի ես ցույց տամ սրանց իսկական կերպարները, որ դուք իրենցից հիասթափվեք, այսինքն վարկաբեկեմ իրենց, այսպես ասած, ոչ բոլորին, եկե ոչ բոլորն են վարկաբեկվելու արջանի։ Հետո մի խնդիր էլ կա, որ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը սովոր է, այսպես հալած յուղի պես ընդունում է չի նորից հարցադրման խնդիրն է, իմ ամենամեծ խնդիրը դա է մարդկանց չհարցադրելու պահը, որ մեր եկեղեցին
մեծ մասը մեր պատմության մեջ մեր պետությունից ավելի վեր պետության հետ համագործակցել է։ Սա եղել է Բյուզանդիայի ժամանակ, սա եղել է մեր Մուստադարի, սա եղել է Իրան, սա եղել է պատրիարք մեր Կոստանդնապոլցի պատրիարքը, որ Սուլթան Աբդուլ Ազիզից շքանշաններ է առել դրել է եւ շատ տարօրինակ է։ Գիտեք, երբ որ ասում ենք կուսակրոն, չէ։ Մենք կուսակրոնությունը չի նշանակում մենակ, որ ինքը պիտի կնոջ հետ սեռական հարաբերություն չունենա։ Այսինքն պիտի աշխարհիկությունից ինքը իրեն զերծ պահի։ Ամենաաշխարհիկ բանը աշխարհում, աշխարհիկ բաներից մեկը սեռական հարաբերությունից զատ մեդալն է։ Այսինքն ինչպես կարող ես դու քեզնից ավելի վեր պետության կողմից մեդալներ շարես, ինչպես որ արել են մեր Գևորգ IV-ը եւ հետո նորից այդ նույն Գևորգ IV-ը այստեղ է ստացել ցարական Ռուսաստանից մեդալ։ Այդ ինչ է նշանակում այդ մեդալները։ Դու չես դու բացի Աստծուն ուրիշ ոչ մեկի չպետք ծառայես Աստծուց հետո քո ժողովրդին, քո հոտին, եթե դու հավատում ես հոտին։ Հոգևոր կյանքը դա է։ Հոգևոր կյանքը դա է, դու ոչ մեկի չպետք ծառայես, դու նույնիսկ քո պետությանը չպետք ծառայես։ Այսինքն դու պիտի մնաս կուսակրոն, մակույս, մաքուր, կույսը չի նշանակում, որ մարդը սեր չի ունեցել։ Կույսը նշանակում է այդ ամբողջ կուսակից, չէ՞, այսինքն եւ մտածողություն, մաքրություն եւ մեր եկեղեցին դժբախտաբար այդ ինչ որ խոսում ենք այստեղ, այնտեղ սա այսօրվա քաղաքական վիճակը այնքան հար եւ նման է մեր պատմության մեջ եկեղեցու արված մեզանից ավելի վերինի հետ կապ ունենալու։ Մի տեսակ, գիտեք, եկեղեցին ընդհանրապես ամբողջ աշխարհում, եկեղեցին ամենապահպանողական կառույցն է ամբողջ աշխարհում, բոլոր կողմերի մեջ, կաթոլիկները նույնպես։ Ամեն ինչ աշխարհում կարտարվում է, վերջանում է, նոր եկեղեցին մի 100 տարի հետո, 20 տարի, 70 տարի հետո եկեղեցին էլ ընդունում է, որտեղ ամենավերջում եկեղեցին ընդունում է ինչ որ կատարվել է, որտեղ այլապես կկորցնի իր հոտին, իր հասարակությանը, որտեղ պահպանողական, այո, բայց պահպանողականությունը եւ հետադիմությունը որտեղ է սահմանվում։ Դե եթե շատ պահպանողական ես, դու նաեւ հետադեմ ես։ Գիտեք ինչն է հետաքրքիր, օրինակի համար ասում ենք եկեղեցին Աբովյանին հալածեց, եկեղեցին Նալբանդյանին հալածեց, եկեղեցին Թումանյանին հալածեց, գիտեք Թումանյանն ու կաթողիկոսը եւ բայց եկեղեցին հալածել է իր մեջ եղած մտածող կղերականներին։ Իմ ամենաբար օրինակը Ղազար Փարպեցու, Թուղթար Հայաստան, Թուղթար Վահան Մամիկոնյան եւ դրանից հետո նաեւ ինչքան եկեղեցականներ սարսափելի բողոքել են, ասել են ժողովուրդ, եկեղեցի սա օրինակի համար ընդամենը 10-րդ դարում մի ամբողջ համայնք գնացել մուսուլմանություն են ընդունել, որտեղ եկեղեցին իրեն հալածել է։ Սա պատմություն է, սա ես չեմ օրինում։ Մեր պատմության գրքերի մեջ են եւ նույնիսկ ժամանակակից, այսինքն եթե խոր դպրոցական չեմ ասում, եւ այսինքն ուզում ասել եկեղեցին այնքան պահպանողական է, որ իր մեջ նաեւ չի թողնում, որ տարբեր բան մտածեն։ Եվ դա իհարկե արդեն եթե շատ է, դառնում է դեպի հետադիմություն։ Շատ շնորհակալ եմ Տիկին Անահիտ, ձեր այս շատ կարևոր դիտարկումների, այս գնահատականների, նաև տեղեկությունների չափազանց օգտակար, որ դուք ներկայացրեցիք մեր։ Ես էլ խոստովանեմ, որ չէի ուզում այս մասին զրուցել, որ անդադ փորձում էի չանել սա, բայց վերջապես որոշեցի, որ չէ, ազատ աշխարհ է թող ով ինչպես ուզում է թող։ Սա շատ օգտակար էր իդեպ ասեմ եւ շնորհակալ եմ շատ իսկապես։ Թե ինձ անձամբ, թե վստահ եմ նաեւ մեր հեռուստադիտողներին շատ բաներ այո վերաիմաստավորելու process-ի մեջ գտնվելով հիմա այս դիտարկումներ, այս դիտանկյունը, այս դիտարկումները եւ գնահատականները ուղղակի չափազանց անհրաժեշտ են եւ այսպես առողջացուցիչ էֆեկտ հաստատապես ունենան մեր հասարակության մեջ, ինչի համար ես ձեզ շատ շնորհակալ եմ։ Միշտ նոր հանդիպում։ Միշտ նոր հանդիպում։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Անահիտ Արամունի Քեշիշյանի հետ, ով բանասեր է, թատերական գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու։
Քննարկեցինք հարցեր, որոնք վերաբերվում են հասարակություն եկեղեցի, պետություն եկեղեցի, եկեղեցու այսպես ներ համակարգային էության, այս ժամանակային էվոլյուցիայի, ինչպես նաև պատմության հետ։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնիկ եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի նոր ձեզ։